Մեկ ժողովուրդ, երկու պետություն։ Մեկ ժողովուրդ, երկու համակարգ։ Մեկ ժողովուրդ, երկու գաղափարախոսություն, որոնք սակայն ունեին մեկ ձգտում, այն է լինել միասին, որի համար ունեին մեկ պատմական հնարավորություն։ Հաղթահարել բետոնե պատերը մարդկանց հոսքով և միավորել ազգը, որը բաժանված էր։ Եվ մեկ այլ իրականություն՝ ազատագրված Արցախ, այնուհետև Արցախի և Հայաստանի վերամիավորման գաղափար։ Սրանք շատ տարբեր օրինակներ և տարբեր համատեքստեր ունեն, սակայն գաղափարը մեկն է՝ միավորում։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր մենք կանադառնանք շատ կարևոր պատմական երկու իրադարձությունների, որոնք առաջին հայացքից իրար հետ որևէ կապ չունեն, սակայն նրանք միմյանց հետ կապվում են շատ կարևոր կարմիր գծով։ Այն է ժողովրդի անկոտրում կամքը։ Այսօր մենք կխոսենք Արցախի ազատագրական պայքարի և Բեռլինի պատի անկման մասին։ Սակայն Արցախի ազատագրական պայքարին մենք կանադառնանք շատ ավելի մանրամասն մեր հատուկ թողարկման շրջանակներում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին և սկսենք թողարկումը։ Եվ այսպես, սկսենք Գերմանիայից։ Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո փլատակների էր վերածվել։ Բացի ավերված ենթակառուցվածքները, արդյունաբերությունը և տնտեսությունը, Գերմանիան բաժանվել էր հաղթողների միջև։ Գերմանիայի վերջնական բաժանումը տեղի ունեցավ, երբ 1949 թվականի մայիսի 23-ին Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստեղծվեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը։ Նույն թվականի հոկտեմբերի 7-ին սովետական ազդեցության գոտում ստեղծվեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։ Հետպատերազմյան տարիները Գերմանիայում ուղեկցվեցին ընդհանուր ավերածությամբ, ինչպես տնտեսական, այնպես էլ բարոյական։ Ինքնապահպանման բնազդը խլեցրեց և հետաձգեց կատարվածի իմաստավորման գործընթացը, այդ գլոբալ խնդրի լուծումը թողնելով ապագա սերունդներին։ 60-ականների վերջին, երբ մեծացավ հետպատերազմյան առաջին սերունդը, սրվեց սերունդների անխուսափելի բախումը։ Երիտասարդները մեղադրում էին իրենց ծնողներին ամեն ինչում, անգործության և պատերազմին մասնակցելու մեջ, ամոթալի պարտության և ամենակարևորը այդ մասին պատերազմից հետո լռելու մեջ։ Այդ իրադարձությունները բաժանեցին երկիրն ու ժողովրդին 40 երկարուձիգ տարիներ, որոշելով եվրոպական մայրցամաքի քաղաքական ճակատագիրը և դրեցին տասնամյակների ամենամեծ քաղաքական դիմակայության սառը պատերազմի հիմքը։ Արևմտյան և արևելյան Գերմանիաները տարբերվում էին ամեն ինչով։ Առաջինը երբեմնի վեհության փլատակների վրա կառուցում էր կապիտալիզմ, երկրորդը՝ սոցիալիզմ։ Այդ ժամանակահատվածում գերմանացիների համար ամենացավոտ իրադարձությունը տեղի ունեցավ 1961 թվականի օգոստոսի 13-ի գիշերը, երբ սկսվեց Բեռլինի պատի կառուցումը։ Այսպիսով, մեկ գիշերվա ընթացքում, չնայած բոլոր նախորդ հավաստիացումներին, որ ոչ ոք չի պատրաստվում պատ կառուցել, Արևելյան Գերմանիայի կառավարությունը վերափոխեց Բեռլինի և երկրի քարտեզը, տասնամյակներով բաժանելով ինչպես ազգը, այնպես էլ ընտանիքները։ Պատը դարձավ երկաթե վարագույրի ֆիզիկական խորհրդանիշը և բազմաթիվ մահերի, ինչպես նաև խեղված ճակատագրերի պատճառը, որը խորացրեց երկու ճամբարների միջև հակամարտությունը սառը պատերազմի ընթացքում։ Տասնամյակներ անց պատը պիտի դառնար երկրի տոտալիտար անցյալի հիշողության ստվերը և վերածվեր բացօթյա ամենահայտնի թանգարանի, որտեղ աշխարհի բոլոր ծայրերից այցելելով միլիոնավոր զբոսաշրջիկներ հազվադեպ կհիշեն նրանց, ովքեր զոհվեցին պատը հաղթահարելու և ազատություն կտրելու ճանապարհին։ Այսօր Բրանդենբուրգյան դարպասները ազատ և միավորված Բեռլինի զբոսաշրջային խորհրդանիշն են, իսկ այն ժամանակ դրանց առջև բետոնե պատ էր անցնում, որը տասնամյակներով բաժանել էր ազգը։ Իսկ Բեռլինի Ֆրիդրիխշտրասե կայարանը միակ վայրն էր, որտեղ պատով բաժանված ընտանիքները կարող էին հանդիպել տարբեր կառամատույցներում, որոնք պատկանում էին համապատասխանաբար արևելյան կամ արևմտյան Գերմանիայի։
Մենք, ինչպես ոչ ոք, մեր վրա զգացինք մեծ տերությունների կողմից մեկ գիշերվա ընթացքում ընդունված ցավոտ որոշումների ազդեցությունը։ Այսպես, 1921 թվականի հուլիսի 4-ի երեկոյան կայացած Կովկասյան բյուրոյի լիագումար նիստում որոշվեց Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի կազմում։ Թվում էր Արցախի ապագայի համար բազմամյա պայքարում վերջակետ է դրվել։ Բայց 1921 թվականի հուլիսի 5-ի գիշերը տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք երբեք ստույգ չենք իմանալ։ Այն, ինչը կանխորոշեց տարածաշրջանի ճակատագիրը տասնամյակների համար, տեղադրելով դանդաղ գործունեության ռումբ, որը պայթեց 90-ականների վերջին։ Այն, ինչը մեզ մշտապես դատապարտեց պայքարելու, հանուն գոյության եւ ամենակարևորը հանուն ինքնության եւ արժանապատվության։ Ինչը դրդեց Կովկաս բյուրոյի անդամներին Ստալինի գլխավորությամբ այդքան արագ փոխել իրենց որոշումը։ Իրականում սա անհայտ է, բայց Կովկաս բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի նոր որոշմամբ Լեռնային Ղարաբաղը թողնվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Ահա այսպես գիշերվա քողի տակ քաղաքական վերնախավի կողմից ընդունված որոշումները հաճախ իրավական հիմք չունենալով որոշում են ազգի ճակատագիրը եւ փոխում պատմության ողջ ընթացքը։ Երկու միանգամայն տարբեր ժողովուրդներ, տարբեր պատմական ժամանակահատվածներում, տարբեր պայմաններում հայտնվեցին նույնանման իրավիճակում, բաժանված։ Գերմանացիները բետոնե պատով, հայերը անտեսանելի սահմանով, պայմանականորեն միասնական սովետական պետության մեջ, որը նրանց համար շփման կետ չթողեց անգամ քարտեզի վրա։ Արցախը դարձավ անկլավ Ադրբեջանի կազմում, որը Հայաստանի հետ ընդհանուր սահման անգամ չուներ։ Այդպիսի բան չէր եղել հազարամյակի ընթացքում, չնայած պատմության բոլոր բարդություններին։ Այսօր նոր է պարզ դառնում, թե ինչ երկարաժամկետ նպատակ էր իրականում հետապնդում Արցախը անկլավ դարձնելու որոշումը հայերին միմյանցից մեկուսացնելուց բացի։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի բարդ եւ տարբեր ուղի են անցել հայերն ու գերմանացիները միավորման ճանապարհին եւ որքան տարբեր են եղել միասնություն ձեռք բերելու եղանակները։ Ողջ 70 տարիների ընթացքում հայկական Արցախը գտնվում էր բարդագույն վիճակում, որտեղ ամեն ինչ միայն Ադրբեջանի օգտին էր։ Հայերի նկատմամբ իրականացվում էր խտրական քաղաքականություն բոլոր հնարավոր ոլորտներում, կրթությունից մինչև տնտեսություն, մշակույթից մինչև ղեկավար պաշտոնների նշանակում։ Բոլոր տնտեսական պայմանները նույնպես նպաստում էին բնակչության արտագաղթին դեպի Բաքու, ինչպես նաև այլ հանրապետությունների խոշոր քաղաքներ։ Չնայած Ադրբեջանի վարչական եւ քաղաքական առումներով արցախահայերի նշանակությունը նվազեցնելու բոլոր գործողություններին, Խորհրդային Ադրբեջանի կազմում հարկադիր գտնվելու ողջ ժամանակահատվածում Արցախը ձգտում էր վերամիավորվել Մայր Հայաստանի հետ ինքնությունը պահպանելու եւ անվտանգությունը երաշխավորելու նպատակով։ Արցախը դիմակայեց եւ բազմիցս փորձեց վերամիավորվել Հայաստանի հետ 1920-ական եւ 30-ական թվականներին, 1945, 1965, 1967 եւ 1977 թվականներին։ Միացման գաղափարը կարմիր թելի պես անցնում էր Արցախի Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվելու պատմական ողջ ժամանակահատվածում, գործում էր ընդհատակյա կազմակերպությունների մի ամբողջ ցանց, որի նպատակը երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի հետ վերամիավորումն էր ԽՍՀՄ սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Արցախի ազատագրական պայքարի հիմքը դարձավ ազգային ինքնության եւ մշակութային զարթոնքը, սակայն միացման պահանջի ակտիվ փուլու նաեւ կարևոր ազդակ դարձավ այն, որ հայկական Արցախը լինելով Խորհրդային Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ, փաստացի զրկված էր մայրենի լեզվով սեփական մշակույթը զարգացնելու հնարավորությունից։ Հայաստանի հետ մշակութային եւ կրթական կապերը հասցված էին նվազագույնի, բայց ժողովրդի ձգտումները աստիճանաբար վերածվեցին հստակ տեսլականի, իսկ այսպես կոչված ռոմանտիկների կամ լղիմից ընդհատակյա կազմակերպիչների թիվը օրեցօր ավելանում էր։ Նրանք նաև համախոհներ եւ ընկերներ էին ձեռք բերում հենց Երևանում։ Այսպես, երբ 1987 թվականին Հադրութից 9 մարդ գրեցին նամակ հայկական ռադիոյի եւ հեռուստատեսության Արցախի ողջ տարածքում հեռարձակման անհրաժեշտության մասին, սկսվեց միացումը, որը պարզապես պորտկաց, քանի որ վաղուց կար ժողովրդի մտքում։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այդ ժամանակ կար նաև դրան նպաստող բազմաթիվ աշխարհաքաղաքական նախադրյալներ։ Հայկական ազգային գիտակցության այդպիսի զարթոնքը աջակցություն չստացավ կենտրոնից,
Նամակը ստորագրող բոլոր անձանց հետապնդում եւ հարցաքննում էին, փորձելով պարզել այդ արարքի իրական պատճառները։ Միակ անփոփոխ պատասխանն այն էր, որ իրենց օրինական իրավունքն է մայրենի լեզվով լսելու հնարավորություն ունենալը։ Չնայած նամակը ստորագրողների տրամաբանական փաստարկներին, նրանց հետապնդում ու ճնշում էին, իսկ հետագայում նաև ազատում աշխատանքից։ Բավականին անվնաս ցանկության նկատմամբ այդպիսի արձագանքը զայրույթի ալիք առաջացրեց։ Եվ արդեն անհնար էր կանգնեցնել արագ զարգացող իրադարձությունները։ Ողջ Արցախում սկսվեց խորհրդային Հայաստանին միանալու ստորագրությունների ավագը, ժողովրդի իրավունքը, որը երաշխավորված էր ԽՍՀՄ սահմանադրությամբ։ Սկսեցին առաջին հանրահավաքները եւ ուղևորությունները դեպի Մոսկվա, փորձելով իրազեկել լղիմ հայ բնակչության ճնշումների եւ խորհրդային Հայաստանի հետ միավորվելու նրանց ցկտման մասին։ Պատվիրակության անդամների թվում էին ազգի նշանավոր ներկայացուցիչներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, ԽՍՀՄ հերոս Աշոտ Կասպարովը, Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը եւ Արթուր Մկրտչյանը, կրթության ազգագրագետ, ով ավարտել էր ասպիրանտուրան Մոսկվայում եւ վերադարձել հայրենի Հադրութ։ Արթուր Մկրտչյանի կողմից գրվել են բազմաթիվ գրքեր եւ բրոշյուրներ արցախցիների կենցաղի, այդ երկրամասի ճարտարապետության, քաղաքաշինության եւ բնակչության մասին։ Ակտիվիստների թվում էր Իգոր Մուրադյանը, երիտասարդ տնտեսական գիտությունների թեկնածու, ով Արցախի դեմ խորհրդային Ադրբեջանի տնտեսական էքսպանսիայի վերլուծությունն էր արել։ Նրա եւ Մանվել Սարգսյանի կողմից անցկացվեցին առաջին հանրահավաքները Երևանում, իսկ Հայաստանի հետ վերամիավորման շարժումը օր-օրի ավելի մեծ ու հզոր էր դառնում, ինչն ի վերջո նպաստեց նրան, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի ազգային խորհրդի համատեղ նիստում հռչակվեց ազգի վերամիավորումը։ Առջևում Արցախի ազատագրական չափազանց ծանր, բայց միևնույն ժամանակ չափազանց պատվաբեր պայքարներ, որը ընթանում էր կայսրության փլուզման ներքո։ Չպետք է մոռանալ, որ այդ ժամանակ Հայաստանը նաև շրջափակված էր 4 կողմից, նաև դրան նախորդել էր 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Այդ ժամանակ մենք ունեցանք աննախադեպ միասնություն։ Համայն հայությանը կար կապող մեկ ընդհանուր գաղափար, այն էր Արցախի ազատագրումը եւ Հայաստանի հետ միավորումը։ Ազգերի միավորմանը նպաստող իրադարձությունները զարգանում էին զուգահեռաբար։ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի ազգային խորհրդի համատեղ նիստից գրեթե 1 ամիս առաջ, նոյեմբերի 9-ին ընկավ Բեռլինի պատը, իրականություն դարձնելով գերմանացիների երկար սպասված միավորման երազանքը։ Գերմանացիների ճանապարհը դեպի միասնական պետություն չափազանց բարդ էր եւ լի խոչընդոտներով, որոնք նրանք մեթոդաբար եւ հետեւողական կերպով հաղթահարում էին։ Ամեն ինչ սկսեց փոքր, սակայն շարունակական քայլերով։ Հաստատվեց համագործակցություն արխիվների եւ գրադարանների միջև, տեղի ունեցավ ուսանողների արտադրական պրակտիկաների փոխանակում։ Ակնհայտորեն շահեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ստեղծագործ մտավորականությունը, հնարավորություն ստանալով ընդլայնելու իր կիսաօրինական կապերը արևմտյան մշակութային գործիչների հետ։ Գերմանական խաղաղ հեղափոխության օրրան հանդիսացող քաղաքի Լայպցիգի կերպարվեստի թանգարանում կա ինստալացիա, կիսով չափ սղոցած տիպիկ գերմանական սենյակ, սեղաններ, աթոռներ, թութակ, որպես տասնամյակներով բաժանված Գերմանիայի կիսված ընտանիքների խորհրդանիշ, որոնք ապրում են նույնանման սենյակներում, բայց զրկված են միմյանց այցելելու հնարավորությունից։ Հենց այս քաղաքում Սուրբ Նիկողայոս եկեղեցում երկուշաբթի օրերին ծնվեցին աղոթքները հանուն խաղաղության։ Սկզբում դրանք մարդկանց փոքրաթիվ խմբեր էին, որոնք տեղի հովի առաջնորդությամբ հավաքվում էին եկեղեցու բակում փոքր երթերի համար, բայց 1989 թվականի հոկտեմբերին այն դարձավ մեծ ուժ, որը որոշ տվյալների համաձայն հավաքում էր մինչև 320,000 մարդ։ Մենք ժողովուրդ ենք կարգախոսով։ Պատմական իրադարձությունների շարքը, որը համընկավ քայքայվող Խորհրդային Միության տնտեսական դժվարությունների հետ, ինչպես նաև Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության կուսակցական ղեկավարների սխալները եւ գերմանական համառությունն ու հետևողականությունը,
գերմանացիներին տարան դեպի միասնություն, որի նրանք ձգտում էին գերմանական երկու պետությունների գոյության ողջ 40 տարիների ընթացքում։ Իմ նպատակը մնում է, եթե պատմական պահը թույլ կտա, մեր ազգի միասնությունը, հայտարարում էր Հելմուտ Կոլը։ Ոչ թե երկու գերմանական պետությունների առկայությունը, ոչ թե երկու ձայն մակում, այլ միասնություն։ Չնայած արագ զարգացող իրադարձություններին, ոչ ոք չէր սպասում, որ Բեռլինի պատի առաջին անկումից մինչև Գերմանիայի միավորումը մեկ տարուց էլ քիչ կտևի։ Չէ՞ որ ինչպես ասում էր Օտտո ֆոն Բիսմարկը, բավական է միայն Գերմանիային նստեցնել թամբին, իսկ սլանալ ինքն էլ կարող է։ Զարմանալիորեն դասավորվող պատմական իրադարձությունների շարքը եւ դրանց հմուտ օգտագործումը իրենց օգտին թույլ տվեց, որ իրականանա գերմանական ողջ ժողովրդի սպասումը։ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին երկիրը միավորվեց։ Թեև Գերմանիայի միավորումը եւ Արցախի շարժումը վերաբերում էին ազգային ինքնության եւ բաժանված ազգի տարածքային ամբողջականության հարցերին, այնուամենայնիվ այս իրադարձությունների պայմանները արմատապես տարբեր էին։ Գերմանիայի միավորումը խաղաղ էր, միջազգային ճանաչմամբ եւ աջակցությամբ, մինչդեռ Արցախի ազատագրումը երկարատև պատերազմի եւ ազգային ազատագրական պայքարի արդյունք, որը թեպետ հետագայում ցավոք շեղվեց միավորման գաղափարից։ Միակ բանը, որը միավորում էր այս երկու գործընթացները, ժողովուրդների միավորման ձգտումն էր, որը կար երկու շարժումների ակունքներում։ Իսկ մեր պարագայում պատմությունը ցույց տվեց, որ Հայաստանը լինելով թեպետ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, այնուամենայնիվ համակարգային կերպով ամբողջությամբ պատրաստ էր Արցախի հետ վերամիավորվելուն։ Սակայն դրան պատրաստ չէր մեր քաղաքական վերնախավը, որը պատրաստ չէր ինչպես անկախ Հայաստան ունենալու, այնպես էլ ազատագրված Արցախի իրականությանը։ Եվ հենց դա էր պատճառը, որ վերջին գրեթե 30 տարիների ընթացքում մեր քաղաքական վերնախավը մսխեց պետական եւ ազգային ամբողջ ռեսուրսը, այն ծառայեցնելով բացառապես սեփական նեղ խմբային շահերին։ Իսկ այս գործընթացին վերջակետ դրեց ներկայիս իշխանությունը փաստացի Արցախը հանձնելով թշնամուն։ Հայաստանի բոլոր քաղաքական վերնախավերը փաստացի մեր ընդհանուր ապագան զոհաբերեցին իրենց ներկայի համար։ Իսկ ներկայիս իշխանությունը ոչ միայն զոհաբերել է մեր ապագան, այլ նաև զոհաբերում է անցյալը հանուն իշխանության պահպանման։ Այսօր նաև շատ կարևոր հարցեր են առաջանում։ Օրինակ, թե ինչպես ստացվեց, որ Արցախյան ազատագրական շարժման հիմքում ընկած միացման գաղափարը մեր քաղաքական վերնախավի թեթև ձեռքով վերածվեց Արցախի ինքնորոշման օրակարգի։ Հարց է առաջանում նաև, թե ինչպես ունենալով Արցախյան հիմնախնդիր, որը մեզ համար ինքնության եւ գոյաբանական առումով առաջնահերթություն էր, այն այդպես էլ չդարձավ համայն հայությանը միավորող գաղափար ցեղասպանության ճանաչման օրակարգին զուգահեռ։ Նման հարցերը չափազանց շատ են, իսկ պատասխանները անասելի ցավոտ, որոնց մենք դեռ ժամանակ կունենանք ավելի խորքային անդրադառնալու, սակայն այսօր կարող ենք արձանագրել, որ այս ողջ 30 տարիների ընթացքում մենք այդպես էլ չունեցանք հայկական պետություն, որը կլիներ հայկական ոչ թե ձևով, այլ իր բովանդակությամբ։ Հետևաբար, մեր գրխնդիրն է հաղթահարել այսօր տիրող փոխհամաձայնեցված խմբիշխանությունը եւ ձևավորել հայկական պետություն, որը կլինի հայկական ոչ միայն իր ձևով, այլ առաջին հերթին իր բովանդակությամբ։ Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն շեղելու պատմության ընթացքը եւ ձևավորելու իրականում հայկական պետություն։ Համոզված եղեք, որ մենք անպայման կունենանք հայկական պետություն, սակայն դրա համար անհրաժեշտ է մեր բոլորիս մասնակցությունը, փոքր, սակայն չափազանց կարևոր։ Իսկ ինչ եք կարծում, որն է այսօր մեր պառակտման հիմնական պատճառը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ հետևեք մեր մյուս թողարկումներին։ Մինչ նոր հանդիպում։